Եթերում մեր ճամփեն հաղորդաշարն է, շարունակում եմ վերլուծել Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները։ Խնդրում եմ լինել ակտիվ, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, միացեք իմ էջերին այլ հարթակներում եւս ու մի մոռացեք հավանել, մեկնաբանել ու տարածել այս տեսանյութը։ Ովքեր ցանկանում են օժանդակել ֆինանսապես, կարող են դա անել Patreon-ի միջոցով։ Հովհաննես Թումանյանի «Դեպի անհունը» պոեմը կարդացել եմ դեռ շատ վաղ տարիքում եւ հիշում եմ, որ տպավորված էի։ Այսօր էլ կարդում եմ ու ազդվում։ Այս պոեմը խորը փիլիսոփայական ստեղծագործություն է կյանքի ու մահվան մասին։ Ժամանակի, որը սահմանափակ է, եւ այն մեծ ժամանակի, որն անժամանակ է ու հավերժ։ Թումանյանը գրում է առաջին դեմքով եւ երբեմն թվում է, թե հենց հեղինակի կյանքի պատմությունն է պատմվում։ Բայց պետք է նկատել, որ այդ պոեմի հերոսն է երազում տեսնում կնոջը, նրանք խաղ են անում, նա փորձում է բռնել կնոջը, կինն ասում է չես կարող, չէ, չես կարող, ի վերջո փորձերից հետո ստացվում է։ Մին էլ ես ճարպիկ մի շարժում արի, բռնեցի նրան։ Հանկարծ նա ճչաց, ձեռքումս դարավ ճերմակ աղավնի ու թևին արավ ու թռավ գնաց։ Գնաց ճախրելով են երազ հովտում, սուզվեց, չքացավ պայծառ կապույտում։ Թերևս հոգեբանորեն նույնպես կարելի է բացատրել այս երևույթը, երբ մարդիկ երկար ժամանակ միմյանց ճանաչում են, նրանց միջև կապ է ձևավորվում, եւ եթե անգամ ինչ-որ մի պահ նրանք միմյանցից հեռու են գտնվում, նույնիսկ այդ պարագայում կապն ամբողջովին չի կտրվում։ Եվ ահա այս պոեմի հերոսը երազի միջոցով զգում է իր կնոջ հետ կատարվող իրադարձությունը, եւ երբ արթնանում է, սիրտը լիքն է լինում չարագուշակ մտքերով։ Հասմիկն երազում աղավնի դարավ, իմ ձեռքից թռավ։ Լոկ երազ էր այս, բայց երազն ինչ է։ Երազ, թե իրոք այդ միթե ինչ է։ Երազն էլ երբ որ կարող է կանչել, կարող է հուզել, խնդացնել, տանջել։ Հասմիկն ապրում էր, հասմիկը մեռավ։ Երազը եկավ, երազը թռավ։ Կյանքը երազ է, երազն էլ մի կյանք։ Երկուսն էլ անցվոր, երկուսն էլ պատրանք։ Եվ թե հաստատուն մի բան կա անմահ, արդյոք իմաստուն հոգին չի միայն, որ թե հարթմնի եւ թե երազում ապրում է, տեսնում, զգում ու հուզվում։ Ու գիր է գալիս ահա ինտանից, թե կինս հիվանդ սպասում է ինձ։ Եթե հիմք վերցնենք հերոսի տեսած երազը, ապա կարող ենք ասել, որ նա իսկապես սիրում էր իր կնոջը։ Եթե սիրում էր, ուրեմն վախենում էր նրան կորցնելուց։ Սակայն երազին հարկ է գումարել նաև իրականությունը, քանզի այս երազի միջոցով հերոսն արդեն իսկ իմանում է, որ հասմիկը չկա, մահացել է։ Ապշել կարելի է, թե ինչպես է Թումանյանն այսքան դիպուկ իր պոեմում ներկայացրել իրադարձությունները։ Մենք գիտենք, որ երազն ապրելու անհրաժեշտ նախապայման է։ Բոլոր մարդիկ տեսնում են երազներ։ Երազների միջոցով մարդն հաղթահարում է իր վախերը, դուրս գալիս անելանելի վիճակներից, բավարարում իր ընդունելի կամ անընդունելի ցանկությունները։ Հաճախ մարդիկ չեն էլ հիշում իրենց երազները, սակայն հենց երազն է պահպանում մարդու հոգեկան առողջությունը։ Թումանյանի տեքստում դուք կարող եք պարզորեն տեսնել բոլոր այս փուլերը։ Երազում հերոսը հաղթահարում է իր կարոտը, տեսնում է կնոջը։ Նրանք յուրահատուկ խաղ են խաղում, որը նույնպես հերոսի ցանկությունների բավարարումն է։ Ի վերջո տեղեկությունը ստանալուց հետո հերոսը կորցնում է կնոջը, ձեռքից բաց է թողնում։ Կինը դառնում է աղավնի ու թռչում, գնում։ Այսինքն ազատագրվում է թե ֆիզիկապես, թե կրոնական իմաստով։ Կարծում եմ այս վերջին հանգամանքով հաղթահարվում է նաև վախը։ Եթե դիտել եք իմ անդրադարձերը, ապա գիտեք, որ ես ամբողջությամբ չեմ պատմում որևէ ստեղծագործություն, այլ հպանցիկ ներկայացնում եմ բովանդակությունը եւ կենտրոնանում գաղափարների վրա։ Նաև փորձում եմ չասել այն, ինչ արդեն ասվել է, քանի որ Հովհաննես Թումանյանին լավագույնս մեկնաբանել են բազմաթիվ անվանի գրականագետներ։ Թեպետ պետք է ընդունել, որ տվյալ դեպքում կրկնությունը նույնպես մեղք չէ, այլ հիշեցում, որն օգնում է առաջ գնալ։ Հաճախ եմ ասում, առաջ գնալու համար նախ պետք է կարողանալ ետ գնալ կամ ետ նայել։ Իսկ ինչ է կատարվում, երբ ետ ես նայում։ Առաջին հերթին սթափվում ես։ Մենք ուզում ենք առաջ գնալ եւ այդ պատճառով փորձում ենք ճանաչել օրինակ Հովհաննես Թումանյանին, այսպես ասած հաշվել նրա քայլերը եւ տեսնում ենք, որ նա չապրելով 21-րդ դարում, չունենալով մեր հնարավորությունները, լավագույնս տիրապետել է հոգեբանական գիտելիքներին։
Թումանյանը բառեր չէ, որ տվել է թղթին, այլ ապրված փորձություն անցած մտքեր, որոնց արժանահավատությունը հատկապես գրականության մեջ կասկածից վեր է։ Ահա թե ինչու ամենայն հայոց բանաստեղծը պետք է շարունակի մնալ մեր մտքում եւ նրա գրքերը պետք է լինեն սեղանի գրքեր, ընթերցվող ու վերընթերցվող։ Սա ասում եմ, քանզի վախենում եմ, որ մի քանի սերունդ հետո կարճամիտ եւ անմիտ քաղաքականության արդյունքում մենք կկորցնենք Հովհաննես Թումանյանին։ Ապագան մշուշոտ է, քանի որ այսօր արժեհամակարգերի հետ վարվում ենք չափազանց անփույթ։ Քանդում ենք այն, ինչը մեկ օրում չես կարող վերականգնել, բայց կարող ես դյուրությամբ կործանել մեկ վայրկյանում։ Ինչևէ ասացինք, անցանք առաջ։ Դեպի անհունը պոեմում Թումանյանն իր հերոսի շուրթերով մտորում է կյանքի ու մահվան մասին։ Ու հանկարծ ես էլ ուզեցի հաշտվել հզոր մահի հետ, անճար ակամա սկսա մտածել, թե մահը լավ է, միայն մենք տգետ, մենք խեղճ, կարճամիտ ու չենք հասկանում ինչպես է գալիս եւ ուր է տանում, թե եւ կյանք եւ մահ անցավոր ունայն մի մեծ հավերժի ձևերն են միայն, ինչպես որ ահա երեկն ու այսօրն ինչ է որ մի երեք է նոր, այսօրն էլ կանցնի երեք կդառնա եւ սակայն կրկին միևնույն է նա, եւ այսպես անverջ այսօր ու երեք փոփոխվում են միայն, միշտ մնում է մեկ մեծ ժամանակ, այսպես էլ հոգին փոփոխում է միայն կեղևն արտաքին, մարմինն այսօրվան օրին նմանակ, իսկ ինքը անverջ ինչպես ժամանակ։ Սկզբում ես խոսեցի երազի մասին, որպեսզի այս ստեղծագործությունը պարզամտորեն չընկալվի որպես պեսիմիստական, անկումային, ինչպես սիրում են այսօր ամեն լավ բան ոչնչացնել կեղծ խոսույթներով։ Այո, մենք գործ ունենք մահվան հետ, բայց այդ ով է խուսափել մահից, թե ուղղակի, թե անուղղակի իմաստով։ Եվ միթե մահը չէ մարդու բոլոր հաղթանակների հիմքում։ Մենք այն հաղթահարում ենք ամեն օր մեր աշխատանքով, ստեղծագործությամբ, մնայուն արժեքներով, փիլիսոփայությամբ, գյուտարարություններով։ Այս խորհրդածությունների արդյունքում ես հիշեցի Գևորգ Էմինի հայտնի ստեղծագործությունը «Մահը միշտ հիշիր» վերնագրով։ Ասում է. «Մահը միշտ հիշիր, բայց հիշիր ոչ թե լացելու համար, այլ որ իմանաս, թե դեռ ինչքան է մնում ծիծաղել եւ ուրախանաս։ Մահը միշտ հիշիր, ոչ թե անիմաստ կարծելու համար անելիքը քո, այլ շտապելու, քանի դեռ գործ կա այս լուսնի ներքո։ Եվ մի թրևի անգործ ու անբան այն սենյակներում, որ քոնն ես կարծում, վաղը նրանցից փոքրում կամ մեծում դու էլ կպարկես սեղանի վրա նոր դագաղում, որ փոշի դառնաս։ Եվ հիշվես միայն մահազների մեջ, խոսքում ու ճառում։ Մահը միշտ հիշիր, որ հիշես ինչու եւ ինչ ես ուզում անել աշխարհում»։ Հաճելի է, երբ Թումանյանի կողքին հնչում են նաև այլ բանաստեղծներ եւ ամեն մեկն իր տեղն ունի, իր ասելիքը։ Բանաստեղծներն իրար շարունակում են լրացնում եւ ճիշտ չէ հանուն որևէ բանաստեղծի սիրույն ոչնչացնել մյուսին։ Ցավոք սրտի մեր ժողովրդի մեջ տարածված է այս տխուր երևույթը։ Երբ ես խոսում եմ Թումանյանի մասին, թող ուրիշ բանաստեղծներ չնեղսրտեն երբեք, քանզի խոսելով Թումանյանի մասին, խոսում եմ նաև իրենց մասին։ Դեպի անհունը պոեմը Թումանյանն ավարտում է երազով, այսինքն կրկին երազի օգնությամբ պոեմի հերոսը հաղթահարում է իր կորուստը։ Այսօր այսքանը, մինչ նոր հանդիպում, հավանեք այս տեսանյութը մեկնաբանեք, տարածեք սոցիալական հարթակներում, աջակցեք իմ նախաձեռնություններին Patreon-ի միջոցով եւ տեսեք հաճելի երազներ։